Դրա ֆինանսական վիճակը չի որոշվում այն երկրի կողմից, որտեղ այն ապրում է, այն հանգամանքները կամ աշխատավարձը ստանում է, ճշմարիտ աղքատությունը ձեր բանկային հաշվի համարներով չէ, այլ այն համոզմունքներում, որոնք դուք որդեգրել եք որպես բացարձակ ճշմարտություններ, մինչ որոշ մարդիկ իրենց մեջ տեսնում են հնարավորությունների լավ հնարավորություններով, մյուսները միայն տեսնում են անհաղթահարելի խոչընդոտներ, աղքատությունն ըստ էության փողի պակաս չէ։ Այն համոզմունքն է, որ դուք ի վիճակի չեք, որ հնարավորությունները ձեզ համար չեն, որ դուք չեք ծնվել։ Ստոիկ փիլիսոփաներն արդեն սովորեցրել են, որ ամեն ինչ սկսվում է մտքում, հետևաբար հնարավոր է աղքատ լինել նույնիսկ միլիոնավոր բանկերում կամ հարուստ գրպանում ընդամենը մի քանի նոտայով, եթե ցանկանում եք վերափոխել ձեր իրականությունը։ Մի սկսեք փնտրել նոր աշխատանք կամ աճ սկսեք վերանայել ձեր մտքերը, քանի դեռ ձեր մտածելակերպը չի փոխվում, փողը չի մնա ձեզ հետ։ Այսօր մենք կկարողանանք բացահայտել, թե ինչպես աղքատությունն է լուծում մեր մտքում, որոնք այնտեղ են դնում այնտեղ, եւ հատկապես, ինչպես վտարվել այն։ Լավի համար, պատրաստում, այն, ինչ դուք կիմանաք, կարող եք բացահայտել ճշմարտությունները, որոնք ձեզ թաքնվում են տարիներ։ Այն ամենը, ինչ դուք այսօր ունեք, արտացոլումն է այն, ինչ մտածում եք երեկ, փողը պարզապես թուղթ կամ թվանշան չէ էկրանին։ Այն էներգիա է, որը հոսում է, որտեղ ձեր ուշադրությունը ուղղված է։ Խնդիրն այն է, որ աղքատ միտքը կենտրոնանում է այն բանի վրա, ինչը բացակայում է, այլ ոչ թե ինչ կարելի է ստեղծել։ Նա մտածում է գոյատևելու, ոչ թե բարգավաճելու մասին, որոնման զեղչեր, այլ ոչ թե հնարավորություններ։ Նա ասում է, ես որևէ պայման չունեմ հարցնելու փոխարեն, ինչպես կարող եմ դա անել։ Ստեղծվածությունը քարոզում էր վերահսկողությունը ձեզանից կախված է, եւ միակ բանը, որ դուք կարող եք հիմա փոխել, ինքներդ եք։ Ձեր մտածելակերպը, ձեր արտաքին թշնամի տեսնելու ձեր ձևը, այլ որպես ներքին վիրուս։ Այս վիրուսը շշնջում է, դուք արժանի չեք դրան, ի վիճակի չէ, դա նրանց նման չէ, բայց հարուստների եւ աղքատների միջև իրական տարբերությունը մեկնարկային կետում չէ, այլ ռազմավարության մեջ, մեկը ընտրում է գործել, մյուսը բողոքում։ Մեկը սահմանում է նպատակներ, մյուսը հիմնավորումները, մեկը ենթադրում է պարտականություններ, մյուսը մեղադրում է աշխարհը, ամեն ինչ ծնվում է գլխում, քանի դեռ չեք տիրապետում ձեր մտքերին, դուք չեք տիրապետելու ձեր փողերը։ Պատկերացրեք երկու անհատներ, ովքեր ստանում են նույն գումարը ու ասում են 10,000 ռայս, առաջինը ամեն ինչ նույն օրը ծախսում է, նոր սպորտային կոշիկներ, թանկարժեք դագաղներ, ավելորդ ժողոքորթություն, երկրորդ նստումները, վերլուծում եւ հարցնում են. Ինչպես կարող եմ այս փողը աշխատել ինձ համար, նրանց միջև տարբերությունը կրթության կամ հաջողության մեջ չէ, այլ մտածելակերպի մեջ, մեկը գործում է որպես սպառող, մյուսը որպես արարիչ, մեկը հետևում է ուրիշների չափանիշներին։ Այն, ինչ նա տեսավ տանը ընկերների շրջանում, գովազդի մեջ, մյուսը սահմանում է իր կանոնները, ստոիկսի համար փողը գործիք է, ոչ թե վերջ, նրանք կասեին. Դու քո ունեցածը չես, բայց ինչպես ես մտածում, եթե կարծում եք, որ որպես ձեր կյանքի տերը, ապա երբեք աղքատ չեք լինի, նույնիսկ դժվարին ժամանակներում, քանի որ ձեր հարստությունը ներքին է, եւ ոչ ոք չի կարող այն ձեզանից հանել։ Աղքատությունը սկսվում է սովորություններով։ Մտածեք փոքր, վախեցեք հաջորդ քայլից, հետաձգեք կարևորը եւ կպչեք հեշտին, քանի անգամ եք լսել կամ ասել. Սա ինձ համար չէ, ես չգիտեմ, թե ինչպես պետք է ռիսկի դիմել, այս բառերը անմեղ չեն։ Դրանք պատի մեջ աղյուսներ են, որոնք ձեզ առանձնացնում են առատությունից, ստոիկսը խորհուրդ է տվել դիտարկել իրեն որպես օտարական, վերլուծեք ձեր մտքերը։ Արդյոք դրանք ձեզ հանգեցնում են ազատության կամ վախի, ամեն անգամ, երբ դուք հնարավորություն եք տալիս, քանի որ ժամանակը չէ կամ դա կարող է չաշխատել, ուժեղացնելով սակավության մտածելակերպը, բայց երբ ասում եք, ես կսովորեմ, կփորձեմ, ես կվերցնեմ առաջին քայլը, կառուցում է ներքին իշխանություն։ Փողը չի գնում նրանց, ովքեր սպասում են ճիշտ պահին։ Այս պահը գոյություն չունի, նա գնում է նրանց, ովքեր պատրաստ են ստանալու, բարգավաճման ամենամեծ խոչընդոտներից մեկը արդարացումն է, մարդիկ ժամեր են ծախսում բացատրությամբ, թե ինչու են հաջողակ։ Տնտեսությունը վատ է, շեֆը չի գնահատում, մրցակցությունը անարդար է, ստվոսը կասեր, բավարար, սա պատճառ չէ։ Դա փախուստ է, աշխարհը միշտ կլինի դժվար, լի ճգնաժամերով, սխալներով եւ ձախողումներով, վատ։ Աղքատությունը դառնում է ցիկլ, երբ դադարում եք լուծումներ փնտրել եւ սկսել մեղավոր լինել, երբ ուրիշներին մեղադրում եք, դուք առաքում եք ձեր ուժը, եւ առանց ուժի, փողը բավարար չէ։ Դիտարկեք ցանկացած հաջողակ մարդուն։ Նա նաեւ վախեր եւ ռիսկեր ուներ, բայց որոշեց գործել, չնայած նրանց, դուք կարող եք անել նույնը, քանի դեռ վերացնում եք ձեր գլխի ողբերը եւ մտածում եք որպես ձեր նպատակակետի տերը։ Հարստությունը չի սկսվում բանկային հաշվից, բայց այն պահը, երբ դադարեցնում եք էներգիա ծախսել բողոքների վրա եւ ամեն ինչ ուղղում է գործողությանը։
Ստոյքսը ուսուցանում էր, որ կամավոր աղքատությունը չի ամաչում, քանի դեռ դա գիտակցված ընտրություն է, խոսքը դժբախտության մեջ ապրելու մասին չէ, այլ ագահությունից, կախվածությունից և այլոց հաստատմանը ազատվելու մասին։ Այն ապրում է պարզապես ոչ թե պարտավորությամբ, այլ ընտրությամբ, միաժամանակ պատրաստվելով, այս մարդը չի տառապում միլիոնավոր մարդկանց պակասից։ Նա կառուցված է, որպեսզի պատրաստ լինի, երբ նրանք ժամանեն, նուրբ տարբերություն կա։ Ոմանք աղքատ են և մեղադրում են կյանքը։ Մյուսներն ապրում են չափավորությամբ, բայց նրանք ամեն օր մարզում են իրենց միտքը, հույզերը և ֆինանսները, քանի որ գիտեն, որ հնարավորությունները հայտնվում են նրանց համար, ովքեր պատրաստ են։ Փողը խնդիրներ չի լուծում։ Դա միայն ուժեղացնում է այն, ինչ արդեն գոյություն ունի ձեր մեջ, եթե դուք լի եք վախով, ապա կմնաք վախենալ նույնիսկ փողով, եթե այն լի է վրդովմունքով, այն ամեն ինչ կանցկացնի վրեժխնդրության վրա, բայց եթե այն ունի հստակություն և կարգապահություն, փողը կդառնա վառելիք, շատ ավելին կատարելու համար, ամեն ինչ սկսվում է մի հարցով։ Դուք ձեր կյանքի զոհ կամ տերն եք, ձեր պատասխանը սահմանում է ձեր ապագան։ Երբ սկսում եք փոխել ձեր մտածելակերպը, ձեր գործելու հին ուղիները դառնում են անտանելի, դուք այլևս չեք կարող ծախսել առանց մտածելու ուղևորների փոխանակման մասին, քանի որ այժմ հասկանում եք ուշադրության արժեքը, հասկանալու համար, թե որքան փոքր սովորությունները ձևավորում են իրենց նպատակակետը։ Ամեն օր սուրճ գնելը, գրելու ծուլությունը, ամսական նույնիսկ փոքր գումար պահելը, դրանից ոչ մեկը պատահական չէ։ Դա համակարգ է, եթե այս համակարգը գործի ձեր դեմ, դա կլինի աղքատ, նույնիսկ լավ շահելով։ Ստոքերը հավատում էին փոքր քայլերի ուժին, մի կտոր հացը վատ չէ, բայց ավելցուկով ուտելու սովորությունը հանգեցնում է թուլության, լրացուցիչ ծախսը աշխարհի վերջը չէ, բայց ֆինանսական վերահսկողության պակասը հանգեցնում է աղքատության, դուք որոշում եք, արդյոք դուք կունենաք ներքին կարգ, ֆինանսական հաջողությունը բախտ չէ։ Դա կենսակերպ է, ընտրվում է ներդրումներ կատարել ձեր աճի մեջ առաջխաղացման մեջ ընկնելու փոխարեն, դա շուտ է վեր կենում, քանի որ գիտեք, որ կարգապահությունը արդյունք է տալիս, այն օրեկան ձեզ կառուցում է, և այդ ժամանակ փողը սկսում է հոսել դեպի ձեր կողմը, ասես գրավում է ձեր ուժը։ Փողերը հավանում են պարզությունը, և պարզությունը հոգեկան քաոսի թշնամին է, եթե չգիտեք, թե ուր եք գնում, միշտ կաշխատեք նրանց համար, ովքեր գիտեն, Ստոյքսը ուսուցանում էր։ Նախքան կռվելը, հասկացեք, թե ինչ եք պայքարում, փողով, նույնն է, դա ոչ մի օգտակար չէ, պարզապես ցանկանալով հարստանալ։ Պետք է իմանալ, թե ինչու արթնանալ առավոտյան 5-ին, ինչու դիմանալ, իսկ մյուսները հանգստանում են, ինչու հրաժարվել ավելորդից այսօր, առանց ինչու իհարկե ցանկացած նպատակ դառնում է մառախուղ, որը անհետանում է հոգնածության առաջին նշանով։ Հարստությունը երազ չէ։ Դա միջոց է, և ամեն կերպ ձեզ հարկավոր է քարտեզ, այս քարտեզը դուք ինքներդ եք նկարում։ Որքան եք ուզում հաղթել, որքան եք ուզում ծախսել, որքան եք ուզում ներդրումներ կատարել, երբ գրիչը վերցնում է և սկսում է այս պլանը կազմել, այն արդեն գերազանցում է մեծամասնությունը։ Դուք ընտրում եք, սա տարբերությունն է նրանց, ովքեր պարտքեր են կուտակում և ովքեր բախտ են բերում։ Առաջինը վերցված է, ես հիմա ուզում եմ մալիքով, երկրորդը հասկանում է, որ ավազի յուրաքանչյուր հացահատիկ է հաշվում սարը բարձրացնելու համար։ Մտածեք կետի մասին, եթե թույլ եք տալիս, որ ներկայիս բեռը ձեզ դադարի, որտեղ ուզում է ջուրը, սովորաբար ինչ որտեղ մակերեսային, որտեղ ուրիշներն արդեն խրվել են, բայց եթե սովորում եք շարունակել ալիքի դեմ, եթե գիտեք, թե որտեղ եք ուզում գնալ, յուրաքանչյուր տող որպես հոգնած որքանով է ձեզ ավելի է մոտեցնում օվկիանոսին, մարդիկ կարծում են, որ կարգապահությունը զրկանք է, դա այդպես չէ, կարգապահությունն ուժ է, դա ոչ ասելու ունակությունն է, ինչը թույլ է տալիս ձեզ այո ասել, թե ինչն է ձեզ զորացնելու համար։ Եվ Ստոյկը փողի է նայում, քանի որ այգեպանը նայում է երկիրը։ Նա գիտի, որ ասֆալտի վրա ցանքս օգտագործելը չի օգտագործվում։ Նախ պատրաստեք հողը ձեր սովորությունները, միտքը, ձեր առօրյան, այնուհետև տնկեք համբերությամբ, հուարըրամեկուսացում ամեն օր, վաղը մրգեր հավաքելու ակնկալի չէ, բայց գիտի, որ եթե շարունակվում է, բերքը կգա, և երբ գա, այն լի կլինի։ Նկատել եք, թե ինչպես է իսկապես հարուստը խոսում փողի մասին, պատահական չէ, նրանք, ովքեր ունեն ներքին անվտանգություն, կարիք չունեն ճիչել աշխարհի համար, աղմուկը գալիս է, թե ով է դեռ փորձում ինքն իրեն համոզել, ստոյկ ներդրումներ լռությամբ։ Գիտելիքի մեջ, ամուր հարաբերությունների մեջ, հմտություններով, որոնք ոչ ոք չի կարող դրանից վերցնել, մինչ մյուսները էներգիա են ծախսում առաջխաղացումներից հետո կամ խաղադրույքներ անցկացնել կասկածելի սխեմաների վրա, այն ինչ-որ բան է կառուցում, որ ժամանակը չի ջնջում։ Ահա մի գաղտնիք, որը քչերը հասկանում են։
Հարստությունը այն չէ, ինչ ունեք, դա այն է, ինչ ձեզ հարկավոր չէ, ստոկը աղքատ չէ, քանի որ այն քիչ է, այն հարուստ է, քանի որ դրա համար ավելի քիչ է պետք, այն կախված չէ աշխատավարձից, շեֆից, բարենպաստ շուկայից։ Կախվածությունը ճշմարիտ աղքատություն է, երբ սովորում ես ավելի քիչ ապրել ոչ թե ընտրության պակասի, այլ ընտրության միջոցով, հայտնաբերեց ազատության բանաձևը, դրանից հետո փողը դառնում է գործիք, այլ ոչ թե ջենտլմեն։ Պատկերացրեք երկու տղամարդու փոթորկի մեջ, մեկը վազում է հուսահատ, փորձելով պահել յուրաքանչյուր գրառում, որը քամին է տանում, մյուսը կանգնած է ամուր, քանի որ նա գիտի, որ փոթորիկից հետո ինչն է, ինչն արդեն պահվում էր անվտանգ վայրում։ Երկուից ով եք կարծում, որ գիշերը ավելի լավ է քնում։ Տարբերությունը բանկային հաշվի չափի մեջ չէ, դա բնույթի որակի մեջ է, փողերը ուժեղացնում են, թե ով եք դուք։ Եթե անհանգստանաք, անհանգստանալու ավելի շատ պատճառ կունենաք։ Եթե դա մեծահոգի է, ավելի շատ բան կունենաք կիսվելու համար։ Եթե կարգապահ է, ապա ավելի շատ ներդրումներ կունենաք, այսպիսով, նախքանը ինչպես ես հարուստ կլինեմ հարցնելը, հարցրեք, ինչպիսի մարդ պետք է դառնամ արժանի և պահպանվի հարստություն։ Ստոիկը չի ակնկալում, որ կյանքը հեշտ է սկսել, նա գիտի, որ կյանքը երբեք հեշտ չի հասնում, մենք միայն ուժեղանում ենք, յուրաքանչյուր ճգնաժամ քննություն է, յուրաքանչյուր գայթակղություն, ինքներդ ձեզ ապացուցելու հնարավորություն։ Երբ դադարում եք մեղադրել կառավարությանը, տնտեսությանը կամ բախտին և ենթադրել, որ դուք ձեր ֆինանսական իրականության ճարտարապետ եք, ինչ-որ բան փոխվում է, դա մոգություն չէ, այն մաթեմատիկա է։ Ժամանակի հետևողական գործողությունները առաջացնում են էքսպոնենցիալ արդյունքների։ Սկսեք այսօր, ոչ թե մեծ ժեստերով, այլ փոքր հաղթանակներով։ Գրեք ավելորդ ծախս, որը կարող է կտրել։ Կարդացեք ներդրումային գրքի էջը։ Արթնացեք 1 ժամ առաջ ձեր օրը պլանավորելու համար։ Ոչ ասեք իմպուլսային գնման մեջ։ Սա շատ բան չի թվում, բայց այսպես է կառուցվում կայսրությունը։ Աղյուսով ընտրություն, ստոյչը չի հավատում բախտին, հավատացեք համակարգին, և լավ մշակաբուծական համակարգը միշտ հաղթահարում է քաոսը։ Հիշեք, փողը էներգիա է, և էներգիան հոսում է այնտեղ, որտեղ կա կարգ, նպատակ և համբերություն, եղեք այստեղը։ Դուք չեք գնում ավելի լավ զգալու համար, դուք գնում եք, քանի որ իմաստ ունի, այն չի ներդնում շարժվում է հույզերով, բայց վերլուծությամբ, մի նախանձեք ուրիշների հաջողությունը, կենտրոնանում է ձեր սեփական ճանապարհին, և այսպես, այն չի շեղվում երթուղուց, այն առաջ է մղում դանդաղ, ճշգրիտ և գալիս է այն արդյունքների, որոնք ուրիշները միայն պատկերացնում են, քանի որ այն չի պատկանում շուկայի համար, պատկանում է նրանց իրականությանը։ Ստոկը գիտի, որ իրական արժեքը թղթադրամների մեջ չէ, ոչ բանկային մնացորդներում, նույնիսկ անշարժ գույքում, վավերական հարստությունն է սերնդը մնալու ունակությունը, երբ ամեն ինչ փլուզվում է, դա ուժը չթողնելու ուժն է, երբ մյուսները փախչում են։ Հոգեկան հստակությունը, երբ վախը գերիշխում է մյուսներին, քանի որ այս պահերին է կառուցվում կայսրությունները, երբ շուկան ընկնում է, ստոիկը հնարավորություն է տեսնում, երբ բոլորը դժգոհում են, նա լռությամբ է գործում, նա կինոյի հերոս չէ, նա չի գոռում կարգախոսները։ Նա պարզապես անում է այն, ինչ պետք է արվի, առանց աղմուկի, հետևողականությամբ։ Նա իր մեջ ներդրումներ է կատարում, երբ մյուսները գրազ են գալիս հիման վրա, կարդացեք, քանի որ մյուսները կորչում են աղմուկով, խնայում են, երբ մյուսները վատնում են, մինչև չ։ Եկա այն օրը, երբ նրանք հարցնում են ինչպես ես եկել մինչ այժմ, և նա պատասխանում է, ես պարզապես մի քայլ եմ տվել մի օր, հարստությունը պայթյուն չէ, դա ճանապարհ է։ Աղքատության ամենամեծ թակարդներից մեկը անընդհատ համեմատությունն է, մարդիկ նայում են օտար մեքենաներ, ժամացույցներ, ճանապարհորդում և մտածում. Ես ավելի քիչ եմ, չունեմ դա, նրանք ապրում են ուրիշների նպատակների համար, կարգավիճակի կողմից գնելու, ուրիշների դատաստանի համար աշխատելու համար, ստոկը համեմատում է միայն այն անձը, ով երեկ էր, ոչ թե նախանձում է, դա ոգեշնչված է։ Նա տեսնում է իր հարևանի հաջողությունը և ասում է իրեն. Եթե նա ստացավ, կարող եմ նաև, քանի որ նա պահում է ճանապարհը, չի խաղում ուրիշների խաղը, կառուցեք ձերն, և այս ինքնավարության մեջ է, որը բնակվում է իր ուժը։ Նա կարող է պարզապես ապրել, բայց նա ավելի հարուստ է զգում, քան շքեղությունը, քանի որ նրա հարստությունն է ներսում, ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտության բացակայություն, քայլում է առանց աղմուկի, առանց ցուցաբերի, և հենց դա է պատճառը, որ ձեր ֆինանսական հաջողությունը տևական է, մի վախեցեք ճգնաժամերի մասին, չի տառապում ուրիշների կարծիքներից։ Այն անվճար է, և ազատություն, սա ստոիկայի իրական արժույթն է։ Ֆինանսական ազատությունը ձեր ուզած ամեն ինչ չունենալը, բայց ձեզ հարկավոր չէ ոչ այլ ինչ, քան անհրաժեշտությունը, ստոկիտը հասկանում է, ով գիտի, թե ինչպես գոհ լինել պարզից, երբեք չի լինի սիրելի ստրուկ, կարող եք վայելել շքեղություն,
Բայց դա կախված չէ դրանից, այն ունի փող, բայց այն չի վերահսկվում դրանով, սա անտեսանելի գիծն է, որը հարուստ է բարգավաճից, Ռիկոն նա է, ով շատ բան ունի, բարգավաճը նա է, ով բավական է, և ստոիկն է փնտրում երկրորդը, քանի որ միայն դրանից հետո անհանգստությունն անհետանում է, ամեն ինչ կորցնելու վախը, արտաքին հաջողությունից կախվածությունը, կյանքը դառնում է կայուն, խորը, վստահ, փողն այլևս ավարտ չէ և գործիք է դառնում ազատության, աճի համար օգնում է ուրիշներին, և պարադոքսալ, այն ավելի հեշտ է հոսում, քանի որ դուք չեք կապում, միայն սկզբունքներով եք ապրում, և տիեզերքը ձեզ հարմարեցնում է ձեր ներքին կարգը։ Փողը ոչ լավ է, ոչ էլ վատ, դա ուժեղացուցիչ է, ուժեղացնում է այն, ինչ արդեն գոյություն ունի ձեր մեջ, եթե ներսում կա քաոս, այն կդառնա աղետ, եթե կարգը կա, ապա այն բազմապատկելու է հնարավորությունները, դրա համար ստոյամորթները ասում էին. Դու անկանում եք փոխել արտաքին աշխարհը, սկսեք կազմակերպել իր ինտերիերը, աղքատությունը հաճախ դրամապանակում չէ, բայց բնավորությամբ, անմիջականորեն չասելու անկարողության մեջ, պատասխանատվությունից խուսափելու սովորության, դժվար որոշումների վախի մեջ։ Բայց պարզապես ընտրեք մեկ անգամ կարգապահությունը ծուլության փոխարեն, ներմուծման փոխարեն, ներդրումների փոխարեն, քաոսի փոխարեն, և որպես ձեր զարգացման բնական հետևանք, այն դառնում է մեկը, ով արժանի է փողի, այլ ոչ թե աղեղների, այլ իր ներքին հիմնադրամի պահպանման համար, և աշխարհը գիտակցում է, նա միշտ գիտակցում է, երբ նա առաջ է, ով պատրաստ է ավելին, և զբաղվել դրանով։ Հիմա տվեք վճռական հարցը. Դու անկանում եք հարուստ լինել կամ ցանկանում եք դառնալ ինչ-որ մեկը, որը ունակ է ստեղծել հարստություն, նույնը չէ, առաջինը ցանկություն է, երկրորդը մի ձև, առաջինը կախված է բախտից, երկրորդը ձեզանից, ստոիկսը ուսուցանում է։ Երջանկությունը հանգամանքներում չէ, այլ բնույթով, և նույնը գնում է փողի։ Կարող եք այժմ զրոյի լինել, բայց եթե ունեք վճռականություն, հստակություն, կարգապահություն և հասկացողություն, որը դուք կառուցում եք ձեր սեփական իրականությունը, այն արդեն հարուստ է, մնացածը ժամանակի հարց է, և ժամանակը չի դադարում։ Ամեն օր ապրում էր առանց ուշադրության կենտրոնում, առանց ռազմավարության, ոչ մի նախօրոք մի օր չէ, երբ քո աղքատությունը ուժեղացավ, բայց դուք կարող եք կոտրել այս ցիկլը, ոչ վաղը, ոչ թե երբ պայմանները իդեալական են, բայց հիմա, մտքով, ընտրությամբ, գործողություն, այսպիսով, ձեր ֆինանսական իրականությունը կսկսի փոխել ոչ թե պատահական, այլ ձեր ձեռքով։ Եթե դուք հասնեք այստեղ, այն վերցրել է առաջին քայլը, քանի որ հոգեկան աղքատությունը ատում է հստակությունը, կարգապահությունը և ճշմարտությունը, և դուք նրանց թույլ եք տալիս ներս մտնել, թույլ մի տվեք, որ այն նահանջի, որոշեք հիմա։ Դուք եք, ով կրկնում է նույն սխալները, կամ ով վերաշարադրում է սցենարը, փոխել կ. Ձգում եք, երբ ենթադրում եք, որ իշխանությունը ձեր ձեռքերում է ոչ թե հանգամանքներում, ոչ թե անցյալում, այլև այն գործողություններում։ Հարստությունը նպատակակետ չէ, դա արդյունք է, թե ով եք դառնում գործընթացում։